Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ Զանգեզուրի միջանցքը վերադառնում է, բայց մինչև մենք սա քննարկենք, եկեք եւս մի դրվագ լսենք Իլհամ Ալիևի խոսքից, ու մենք ընդհանրապես հասկանանք Արցախյան բանակցությունները ինչ փուլում էին գտնվում, ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը եւ վերջն արդյունքում ոնց ենք մենք եկել հասել մի իրավիճակի, երբ որ 26 թվականի կեսերին ասում ենք, որ Զանգեզուրի միջանցքը վերադառնում է։ Հարգելի գործընկերներ, միացնենք Իլհամ Ալիևի խոսքը։ Не раз я об этом говорил, это Минская группа во главе с США, Францией и Россией, она только хотела отнять Карабах, и не только Карабах, то есть не только вот те административные границы бывшей Нагорно-Карабахской автономной области, но еще и всю территорию Лачинского района и Кельбеджарского района, и передать это Армении, чтобы мы на это согласились. И взамен на это нам обещали, что нам вернутся 5 районов, расположенные к востоку от того, где мы находимся. Ну и никогда ни я и никто в Азербайджане на это бы не согласился. Но это же была консолидированная позиция 3 ведущих стран, во всяком случае, исходя из того, что они постоянные члены Совета Безопасности, я этот термин использую, мира. И противостоять этой позиции было достаточно сложно. И когда началась Вторая Карабахская война, все они требовали немедленно остановиться. Пугали, угрожали, звонили, некоторые очень назойливо, некоторые менее. Но все хотели, чтобы мы остановились, чтобы все осталось как есть. И на каком-то этапе нам некоторые предлагали, ну вот хорошо, Физули освободили, но остановитесь. Нам приходилось использовать различные дипломатические механизмы. Я посылал нашего министра иностранных дел на многочисленные встречи и в Москву, и в Вашингтон, и в Европу. Была цель не допустить, чтобы Азербайджан восстановил свои территории. Լսեցիք, չէ, Նիկոլ Փաշինյանի կառուցողական գործընկերոջը, մինչև 44-օրյա պատերազմը ԵԱՀԿ Մինսկի անդամ 3 պետությունները, աշխարհի առաջատար պետությունները, իրենք կողմ էին, որ ստատուս կվոն պահպանվի պատերազմական գործողությունների ժամանակ պահանջում են Իլհամ Ալիևից դադարեցնել պատերազմական գործողությունները, այսենց վիճակում էր բանակցային գործընթացը, այս վիճակում մենք մոտեցանք պատերազմին, այս վիճակով էր ընթանում պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյանը այդ վիճակից հասցրել է մեզ մի կետի, երբ որ մենք քննարկում ենք, թե ինչ պայմաններով է Ադրբեջանը ստանալու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Հարգելի հեռուստադիտողներ, նախընտրական փուլը ընդամենը մի քանի շաբաթ առաջ է ավարտվել։ Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը քարոզչության ժամանակ, խաղաղությունը եկել է, այդ Միջանցքի թեման սուտ է, 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու հարցը սուտ է։ Մի խոսքով Ժորժ ջան, ամեն ինչ պայմանավորված է, ամեն ինչ լավ է, լինելու է միայն խաղաղության խաչմերուկ, միայն դա է լինելու, որովհետեւ Զանգեզուրի միջանցք եւ այլն չի լինելու, բայց հերթական անգամ, ինչպես եւ 44-օրյա պատերազմի ժամանակ էր տեղի ունեցել, այն ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը չի համապատասխանում նրան, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահը, իսկ այն ինչ ասում է Ադրբեջանի նախագահը, ցավոք համապատասխանում է իրականությանը։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի կիրթ եւ կառուցողական գործընկեր Իլհամ Ալիևը ասում է, որ այո, Զանգեզուրի միջանցքը լինելու է, կարևոր նախագիծ է։ Եվ ինչն է նա այստեղ կարևորում, նա ասում է հետեւյալը, որ Միացյալ Նահանգները փոխել են իրենց մոտեցումը Զանգեզուրի միջանցք ասվածին ու իրենք հասկացել են, թե որքան կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանը ստանա Զանգեզուրի միջանցքը եւ կապվի Նախիջևանի հետ։ Իլհամ Ալիևը այս ամեն ինչի մասին խոսում էր 2025 թվականի օգոստոսի 7-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների համատեքստում, չի խոսում է թրիպի մասին, ինչի մասին իշխանությունները գրեթե ամեն օր խոսում են, այլ խոսում է հենց Զանգեզուրի միջանցքի մասին, ու այստեղ այն տարբերակը չէ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակությանը հրամցնել, թե կարևոր չէ, թե ադրբեջանական կողմը կամ թուրքական կողմը ոնց են մեկնաբանում այդ կոմունիկացիոն նախագիծը, կարևորը այն թե մենք դա ինչպես ենք մեկնաբանում, մենք ինչպես ենք այն անցալում, ու կարևորը այն է, թե ինչ
պաշտոնական դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը, ոչ, Ադրբեջանից շատ հստակ ասում են, որ իրենց համար նույնիսկ տերմինաբանությունը շատ լուրջ նշանակություն ունի, շատ մեծ կարևորություն ունի, այդ իսկ պատճառով իրենք խոսում են Զանգեզուրի միջանցք ասվածի մասին։ Ալիևի խոսքի էությունը որն է, ինչ է նա ուզում ասի, տեսեք, կա օգոստոսի 9-ի պայմանավորվածություն։ Ըստ այդ պայմանավորվածության այսօր իդեպ պետդեպարտամենտն գլոբալ առումով դա է, չէ, փորձում հասարակությանը հրամցնել, իրենք ասում են հետևյալը՝ հայկական ինքնիշխանության եւ իրավազորության ներքո են տեղի ունենալու բոլոր գործընթացները։ Թեպետ հայկական կողմը ինքը որոշել է, որ պետք է լինի front office, back office հասկացությունները, դա իր հերթին նշանակում է, որ նույնիսկ մաքսային եւ սահմանապատ ծառայությունը կարող են չիրականացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան ծառայությունները, այլ երրորդ երկրի կարող է հանձնվել, բայց ինչն է կարևոր, 99 տարով Նիկոլ Փաշինյանը ավելի քան 70%, 70-30-ի համամասնությամբ հանձնել է այդ տարածքի զարգացումը եւ ներդրումային ծրագրեր իրականացնելը այդ կոմունիկացիայի շրջանակներում ամերիկյան կողմին, իսկ Ադրբեջանը ինչ ասում, ժողովուրդ, իմ համար կարևոր չէ, թե դուք իրավական ինչ տերմին եք կիրառում, իմ համար կարևորը վերջնարդյունքն է, իսկ վերջնարդյունքն այն է, որ ադրբեջանական կողմը պետք է անխոչնդոտ կապ ստանա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան, ինչը իրականում ամրագրված է նաև օգոստոսի 8-ի փաստաթղթում, Հայաստանը ի տարբերություն Ադրբեջանի ինքը օրինակ անխոչնդոտ հենց այդ ձևակերպամբ կապ չի ստանում Ադրբեջանի տարածքով դեպի օրինակ Ռուսաստան կամ դեպի Իրան, այնտեղ ասում են փոխադարձ պայմաններով, բայց կրկին ասենք, մինչ այս պահը իրենք չեն ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով նույն պայմաններով, ինչ պայմաններով թրիպը պետքա գործի Հայաստանում, ինքը ինչ-որ կապ է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը իր հերթին խոսում է այն մասին, որ մենք առնվազն հիմնավոր կասկած կարող ենք ունենալ, որ Իլհամ Ալիևը, ինչպես 44 օրյա պատերազմի ժամանակ, այդպես էլ հիմա անկեղծ է, ճիշտ է ասում հայ հասարակությանը եւ խոսքը գնում է ոչ թե թրիպի մասին, այլ հենց Զանգեզուրի միջանցքի մասին։ Ուղղակի վերադառնալով մեր այսօրվա զրույցի սկզբին, տեսեք, մենք մի իրավիճակից, երբ որ ԵՀԿ Մինսկի խմբի անդամները ձգտում էին պահպանել ստատուս կվոն, այսինքն որ Արցախը մնար հայկական, դուք հասկանում եք, երկրորդ հայկական հանրապետությունը պետք է շարունակել գոյություն ունենալ։ Մի իրավիճակից, երբ որ նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ ԵՀԿ Մինսկի անդամ պետությունները, առաջին հերթին Ռուսաստանը, սա էլ մենք պետք է անկեղծ ընդգծենք, անում էին ամեն ինչ, որպեսզի պատերազմական գործողությունները ամեն շրջանի անկումից հետո կանգնեին, այս իրավիճակից մենք եկել ենք մի կետի, երբ որ Արցախում հայեր չկան, երբ որ չկա Լաչինի միջանցքը, որը մեզ կապում է Արցախի Հանրապետության հետ, բայց Ադրբեջանը չի հրաժարվել Զանգեզուրի միջանցք ասվածից, չի հրաժարվել Զանգեզուրի միջանցք եզրույթից, չի լուծարել Արևմտյան Ադրբեջան նախաձեռնությունը, իդեպ իշխանական քարոզչամեքենան օգոստոսի 8-ից հետո 2025 թվականի խոսում էր նաև այն մասին, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը լուծարվել է երկու երկրների ղեկավարների միջև ձեռբերված պայմանավորվածությունների համատեքստում։ Հետևաբար, երբ որ Ալիևը խոսում է, որ Զանգեզուրի միջանցք է լինելու, իսկ Հայաստանից այս ամեն ինչը չեն մեկնաբանում, մտածեք, թե վերջնարդյունքը ինչ է լինելու ու ով այս տարիների ընթացքում ավելի շատ ձեզ խաբել՝ Նիկոլ Փաշինյանը, թե Իլհամ Ալիևը, մտածեք այդ մասին։